Երջանկության գաղտնիքը պարզ է, հավատ և համառություն։ Ջոան Ռոուլինգ։ Ջոան Քեթլին Ռոուլինգ, անգլիացի մանկագիր։ Մեծ Բրիտանիայի ամենահարուստ կինը։ Ծնվել է 1965 թվականի հուլիսի 31-ին Չիփինգ Սոթբերիում, Անգլիա։ Նրա քույրը, Դին, ծնվել է 2 տարի անց։ Ջոանը վաղ մանկությունից սիրում էր պատմություններ պատմել։ Առաջին հեքիաթը գրել է, երբ 5-6 տարեկան էր։ Հեքիաթը Ճագար անունով ճագարի մասին էր, որ հիվանդ էր կարմրուկով, և նրան հյուր էին եկել ընկերները տիկին Մեղու անունով հսկա մեղվի հետ։ Մանուկ հասակում Ջոան Ռոուլինգը 2 անգամ փոխել է բնակության վայրը։ Տեղափոխվել է Բրիստոլին հարակից քաղաքներ, սկզբում Էյր, հետո Վինտերբուրն։ Վինտերբուրնում Ջոանն ու քույրը խաղում էին քույր ու եղբայր Փոթերների հետ։ Նա ասում է, որ իրեն դուր էր գալիս այդ ազգանունը։ Ինքն այն գերադասում էր իր ազգանունից, որովհետև երեխաները միշտ ծաղրում էին իրեն ազգանվան պատճառով ասելով, թե ինքը նման է կեգլի, rolling pins։ Երբ Ջոանն 9 տարեկան էր, ընտանիքը նորից տեղափոխվում է։ Այս անգամ Տաթշիլ, որտեղ էլ նա նախնական կրթություն է ստանում։ Այնուհետև ուսումը շարունակում է Վիեդինի միջնակարգ դպրոցում։ Այդ ժամանակ նա կարճատես, պեպենոտ, լրակյաց և ոչ սպորտային աղջնակ էր։ Նրա սիրած առարկաներն էին անգլերենն ու մյուս լեզուները։ Նա ընկերների համար պատմություններ էր հորինում, որտեղ նրանք համարձակ ու հերոսական արարքներ էին գործում, որ չէին անի իրական կյանքում։ Դպրոցն ավարտելուն պես Ջոանն ընդունվում է Էքզետերի համալսարան և ծնողների պնդմամբ ուսանում ֆրանսերեն։ Նրանք ասում էին, որ Ջոանը կարող է 2 լեզու իմացող քարտուղարի աշխատանք գտնել։ 1991 թ. 26 տարեկանում Ջոանը մեկնեց Պորտուգալիա, անգլերեն դասավանդելու։ Դա նրան դուր էր գալիս։ Դասավանդում էր կեսօրից հետո և երեկոյան, իսկ առավոտյան ստեղծագործում էր։ Այս ընթացքում նա սկսեց աշխատել իր 3-րդ վեպի վրա, առաջին 2-ը հաջողված չէին։ Նոր գիրքը մի տղայի մասին էր, ով հայտնաբերեց, որ ինքը հրաշագործ է, ու ընկավ մոգական դպրոց։ Պորտուգալիայում Ջոանը ամուսնացավ մի պորտուգալացի լրագրողի հետ։ Որոշ ժամանակ անց նա ամուսնալուծվեց ու դստեր հետ տեղափոխվեց Շոտլանդիա, Էդինբուրգ, ավելի մոտ կրտսեր քրոջը, Դիին։ Նա որոշել էր ավարտել Հարիի մասին վեպը և, իհարկե, փորձել այն հրատարակել, մինչ կսկսեր ֆրանսերեն դասավանդել։ Շուտով մշակույթի շոտլանդական խորհուրդը նրան դրամաշնորհ է տրամադրում գիրքն ավարտելու համար, և մի շարք մերժումներ ստանալուց հետո Ջոանն ի վերջո Հարի Փոթերն ու փիլիսոփայական քարը վաճառում է Բլումսբերի, Մեծ Բրիտանիա, հրատարակչությանը $4000 մի քանի ամիս անց Արթուրա Լևին ուսումնական գրականություն հրատարակչությունը գնեց գրքի նկատմամբ ամերիկյան իրավունքը այնպիսի գումարով, որ Ջոանը կարողացավ թողնել ուսուցչությունը։ Շարունակելի այլ հոդվածների համար այցելեք You and World Get Life կամ բաժանորդագրվեք YouTube-ում You and World Life Armenian։